Մենք հիշատակեցինք նոր Տիկին Ռիտայի կերպարը։ Այո։ Ես հիշում եմ, որ երբ ֆիլմի նկարահանումները գնում էր, հետո ֆիլմը էկրան բարձրացավ, իշխանություն ֆիլմի մասին է խոսքը, Մհեր Մկրտչյանի իդեպ բարևում եմ Մհերին Անին։ Մենք էլ ենք բարևում Մհերին ու հատկապես Անին, իդեպ Անի ջան շնորհավոր նաև քո մարտի 8-ը։ Մարտի 8-ը շնորհավոր։ Այո, ես էլ եմ միանում։ Այդ ընթացքում շատ տարբեր էին բնականաբար կային այսօրվա իշխանության կողմնակիցները, շատ լուրջ պայքար էին մղում ու բազմաթիվ կոմպլիմենտներ էին ինձ գրում ճակերտավոր, որ ինչպես կարող էիր դու մարմնավորել քաղաքական գործիչների շուրջ պտտվող կամ ընտանիքի անդամ կանանց կամ անմիջապես իրենց զուգընկերուին կինը կամ չգիտեմ աղջիկները քույրերը միշտ թիրախ են դառնում ու հանրությունը իրանց միշտ ընկալում է վատ լույսի ներքո ինձ մոտ միտում չկար Տիկին Ռիտային ներկայացնել ավելի լավը, քան ինքը կար։ Դա անհնար էր անել, որովհետև սկսենք նրանից, որ ես անձամբ էլ չեմ ճանաչել իրեն, ես էլ այդպես ոնց որ դու նոր ասացիր, ինքը շատ կենսուրախ, ես այդպես տպավորություն եմ ստացել, բայց մենք միշտ մոռանում ենք, որ այդ մարդիկ մեզ նման մարդիկ են, իրենց մեղքերով, իրենց կենսակերպով, իրենց կենցաղով սովորական ու մարդը ինձ համար համենայն դեպս միանշանակ չի։ Միանշանակ չի, էլ կարա լինի։ Միանշանակ մարդիկ չկան ու տարիները անցնում են մի ծանոթ տղա ունեմ Միացյալ Նահանգներից ֆիլմի պրեմիերայից քիչ անց ինձ գրեց, որ միշտ շատ բանով եմ վերաբերվել Տիկին Ռիտային ու առանձնապես չէի հավանում իրեն որպես առաջին տիկին, բայց ձեր խաղից հետո ես իրան շատ սիրեցի ու պատասխանը չեմ հիշում ինչ գրեցի, մոտավորապես գրեցի են, որ այն ինչ որ ես խաղացել եմ, երևի ինքը ավելին էր, քան դուք տեսնում եք։ Մարջան, այս դժվարը, ո՞ն այդ կերպարային առումով դժվար էր ավելի Տիկին Ռիտային մարմնավորելը, թե Գրետա Մայրիկին։ Տիկին Ռիտայինը իր հերթին դժվարություններ ուներ, որովհետև ինքը նկարահանումները չավարտված մահացավ։ Հենց այդ տարին ֆիլմը արդեն սկսել էինք նկարել մի քիչ ինձ մոտ բան էր որ ինքը չտեսավ կամ Իսկ ինքը բնականաբար գիտեր որ դու ես մարմնավորել Ենթադրում եմ որ այո չեմ հարցրել ու մինչև իմ նկարահանումներ ինքը արդեն մահացած էր ու ինձ մի քիչ շատ բաներ պատասխանատու էր ավելի իսկ Տիկին Գրետայի առումով ինձ տարիքային այդ մեծ վիհն էր վախեցնում ոնց եմ ես հասնելու այդ տարիքին թեպետ շատ շարժման մեջ շատ քիչ ենք իրեն տեսնում եւ Փառք Աստծո չնայած չէ շարժման մեջ է որովհետեւ կարողանալ տարիք խաղալ շարժման մեջ դա ամենաբարդ բանն է դերասանի համար եւ որ ամենակարևորն է ամենամեծ դժվարությունը Վազգենի մահվան լուրը լսելու տեսարաններ որը ֆիլմում կար Ինչ շատ դժվար էր որովհետեւ ես մամա չեմ ու շատ բարդ է ու հատկապես Վազգենի մաման ինչ կզգար այդ պահին Հետն էլ այդքան կապված մաման ու չգիտեմ որ նայեք ֆիլմը հետո կասեք Անպայման ես նայելու եմ այ մարդը ախպերս կարած նայես կոլեկտիվով գնանք նայենք Կարանք սաղով գնանք նայենք այո գնացինք